Կամ հարցանընթացս կհանի, մենք շնորհակալ չի հասնենք, ասեց հասկանալ, մի ժամ դրան։ Բարև ձեզ հարգելի լրագրողներ, առաջիկա 1 ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին, խնդրեմ։ Հարգելի լրագրողներ, քանի որ այսօր ներկայացումը լրագրողների պատշաճ շատ է, ես խնդրում եմ եւս մեկ անգամ մեկական հարց ուղղել, որպեսզի հասնենք բոլորի հարցերին ինչու։ Շնորհակալություն եւ առաջին հարցը ես։ Պարոն Փաշինյան, հրապարակվեցին թվեր պարգևավճարների հետ կապված եւ այսպես ասած ցնցում առաջացավ, հա, շարքային քաղաքացիների մոտ։ Ես ուզում եմ հարցնել դուք ինքներդ ձեզ որքան պարգևավճար եք տվել ամանորին, խոսքը 13-րդ աշխատավարձի մասին չէ, եւ արդյոք այն թվերը, որ պետական բյուջեից հատկացվել են պարգևատրման ֆոնդին, նախարարներին, փոխնախարարներին, վարչության պետերին եւ բաժնի պետերին, որովհետեւ շարքային աշխատողները կարծես թե չեն ստացել եւ այդպիսի բողոքներ հնչում են։ Արդյոք նրանց աշխատանքը այնքան հույժ կարևոր եւ պետության համար այդքան կարևոր աշխատանք են կատարել, որ օրինակ թոշակառուները չպետք է թոշակները բարձրանա, շարքային աշխատողները պետք է հարկ վճարեն, որպեսզի գնա պետական բյուջե եւ այդ գումարները վատնվեն այս կերպ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Դուք գիտեք եւ մենք դրա մասին մի քանի անգամ խոսել ենք պետական մարմինների աշխատողների համաժողովում կառավարության նիստում հարցը զեկուցվել է եւ ներդրվել է կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգ, այսինքն ներդրվել է նոր ինստիտուտ։ Այդ ինստիտուտի ներդրումը ունի մի քանի նպատակներ։ Այդ նպատակներից առաջինը կառավարության գործունեությունը եւ նրա ծրագրի իրականացումը դարձնել առավել արդյունավետ եւ սա նաեւ 2018 թվականից մեր որդեգրած 0 կոռուպցիա եւ 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ քաղաքականության գործնական շարունակությունն է, որովհետեւ մենք որդեգրել ենք ամբասիր եւ որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլականը եւ այդ տեսլականը իրականացնելու եւ կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար մենք համարում ենք այդ որոշումը անհրաժեշտ, սա հիմնավորումներից մեկն է, հաջորդ հիմնավորումը այն է, որ մենք պետք է պետական համակարգում աշխատանքի մրցունակությունը շարունակաբար բարձրացնենք, որովհետեւ մենք տեսնում ենք, որ պետական համակարգից որակյալ աշխատողների արտահոսք կա դեպի մասնավոր հատված եւ ընդհակառակը մասնավոր հատվածից նույնիսկ բարձրաստիճան աշխատանքների հրավիրելիս մարդիկ օբյեկտիվ պատճառներով կամ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողանում ընդունել առաջարկը, ինչքան էլ ուզում են, որովհետեւ օրինակ մարդիկ կան, որ այլ տեղերում հաջող կարիերա են անում եւ երբ որ մենք նրանց հրավիրում ենք աշխատանքի, նրանք բերում են շատ բարձ հիմնավորում։ Նրանք ասում են, այո, մենք ուզում ենք մեր պետությանը ծառայել, բայց այս ընթացքում մենք ստանձնել ենք ֆինանսական պարտավորություններ, որը մեր ընթացիկ աշխատանքի հետ լիարժեք, համարժեք եւ համապատասխան է, եւ մենք օբյեկտիվորեն չենք կարող այդ որոշումը ընդունել, այսինքն տեղափոխվել աշխատանքի պետական համակարգում։ Հաջորդ հիմնավորումը այն է, որ մենք վերջին շրջանում նկատում ենք միտումներ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները որոշակիորեն իրենց իրավունքները պաշտպանելու առումով խնդիրներ են ունենում, ինչու, որովհետև հատկապես ապատեղեկատվության պայմաններում շատ պաշտոնյաներ կամ պարզապես չեն կարողանում իրենց իրավունքները դատական կարգով պաշտպանել, որովհետև ունեն ֆինանսական սահմանափակումներ եւ մենք դեպքեր ունենք, երբ որ մարդիկ իրենց պարզ իրավունքները պաշտպանելու համար ճիշտ է դատարանի որոշումներով հասել են լուծումների, բայց ասենք 1 միլիոն, 1.5 միլիոն դրամ գումար են ծախսել, բայց դատարանները նրանց փոխհատուցել են դատական ծախսերի ընդամենը 10 կամ 20%-ը, մյուս կողմից մենք տեսնում ենք միտումներ, երբ որ հայտնի շրջանակները բազմամիլիոն դրամանոց հայցերի դրամների հայցեր են ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ
եւ ըստ էության մենք դա գնահատում ենք որպես պետական համակարգը կաթվածահար անելու հիբրիդային սպառնալիք, որովհետեւ ինչքան էլ կտևի այդ դատական գործերը, այնուամենայնիվ անհրաժեշտ է իրավական պաշտպանություն, իսկ իրավական պաշտպանության համար անհրաժեշտ են ծախսեր եւ այլն, եւ այդպես շարունակ, եւ հաջորդ գործոնը, որը պակաս կարևոր չեմ համարում, հետեւյալն է, որ ես առիթ ունեցել եմ ասելու, Հայաստանի ներդրումային միջավայրը էականորեն փոխվում է։ Շատ էականորեն է փոխվում եւ Հայաստանի Հանրապետություն հոսելու են մեծ ներդրումներ եւ մեծ մրցակցություն է առաջանալու Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու ներդրումային ծրագրեր եւ այս առումով մեր գնահատականն այն է, որ կոռուպցիոն ռիսկերը էականորեն կարող են մեծանալ եւ մենք այդ թվում պետական պաշտոնյաներին եւ պետական համակարգը պետք է կարողանանք պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից։ Հաջորդ կարևոր գործոնն այն է, որ մենք ռազմավարություն ենք որդեգրել, որ Հայաստանի Հանրապետությունում կրթվելը եւ կրթությունը պետք է դառնա ապրելակերպ, կենսակերպ եւ մենք պետական պաշտոնյաներին ըստ էության պարտադրում ենք, որ նրանք շարունակաբար իրենց մասնագիտական որակավորումները կրթությունը բարձրացնելու ուղղությամբ աշխատեն, իսկ դա նաև որոշակի լրացուցիչ ֆինանսական ծախսեր են, կար գաղափար, որ մենք պարզապես այդ միջոցները պետական բյուջեով նախատեսենք, բայց մենք հիմա այս համակարգում ներդրել ենք եւ վարձատրության մի որոշակի մասը, բավական էական մասը պետք է ծախսվի մասնագիտական հմտությունները զարգացնելու ուղղությամբ եւ սա նույնպես շատ կարեւոր արձանագրում է եւ ուզում եմ ասել ամենակարևոր արձանագրումն այն է որ այս ամենի արդյունքում պետական կառավարման համակարգի աշխատանքը պիտի դառնա եւ դառնում է ավելի արդյունավետ եւ պետական կառավարման համակարգի արդյունավետության առաջնային շահառուները թոշակառուներն են սոցիալական խոցելի խավերը, որոնք, ինչպես տեսնում եք, շատ երկար ժամանակ ցածր եւ ծրարով աշխատավարձ ստանալու պայմաններում այնպես չի, որ շատ բան փոխվել է։ Այս օրինակ մեր ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր ժամանակին եղել են իշխանություն եւ դա արձանագրված է բազմաթիվ քրեական գործերով, այդ թվում երկրի ղեկավարի ընտանիքի անդամից ծրարով աշխատավարձ են ստանալիս եղել։ Եվ դա կոռուպցիոն երևույթ է, մյուս կողմից մնացած բոլոր հիմնավորումները ես կարծում եմ, որ այո, այդ որոշումը անհրաժեշտ էր կայացնել, այդ թվում պետությունը եւ պետական ինստիտուտները ուժեղացնելու մեր ռազմավարության շրջանակներում, ինչ վերաբերվում է ինձ, նախկինում ես այդ համակարգից երբեք չեմ օգտվել, բայց սա այն դեպքն է, երբ որ մենք ինստիտուցիոնալ համակարգ ենք ներդնում եւ սա եթե նախկինում եղել է այդ ամենը վարչապետի որոշմամբ, հիմա մենք ներդրում ենք մի համակարգ, որը առաջին պիլոտային շրջանը անցնելուց հետո պետք է այդ թվում օրենսդրական ամրագրում ստանա եւ այս դեպքում մենք խոսում ենք պետական ինստիտուտի կայացման մասին, հետեւաբար պետական ինստիտուտը եւ պետական ինստիտուտը պետք է իր տրամաբանությամբ գործի եւ բրգաձև այդ տրամաբանությունը պետքա գործի։ Հաջորդ գործոնն այն է, որ այս համակարգը թույլ է տալու, որպեսզի պետական համակարգում աշխատողների նկատմամբ ցուցաբերվի անհատական վերաբերմունք եւ այդ թվում գերատեսչությունների ղեկավարները աշխատանքը եւ ժամանակը առավել արդյունավետ կառավարելու հնարավորություն ունենան, առավել արդյունավետ աշխատողներին կարողանան խրախուսել պատշաճ ձևով եւ պակաս արդյունավետ աշխատողներին չխրախուսեն կամ խրախուսեն իրենց աշխատանքի համապատասխան։ Ներողություն, այսինքն ճիշտ հասկանում, ինչ որ ես ասացի, ներողություն, մի րոպե սպասեք, իմ պատասխանը տեսագրվեց, ձայնագրվեց, նորից կլսեք, ես ինքս ինձ չեմ պարգևատրել պետական որոշման շրջանակներում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել։
այդ համակարգով 1.5 միլիոն դրամի վարձատրություն եմ ստացել։ Հաջորդ հարցը Աննասարյան։ Ուրեմն մեր պետական պաշտոնյաների հայտարարագրման համակարգը այսօր նախատեսում է ոչ միայն եկամուտների, այլև ծախսերի հայտարարագրում եւ հետեւաբար պետական բարձրաստիճան պաշտոնյաների ոչ միայն եկամուտները, այլև ծախսերը հայտարարագրվում են եւ ոչ միայն 2026 թվականին նախորդող, եթե չեմ սխալվում, մենք այդ կարգավորումը 2022 թվականից ենք ընդունել, 2022 կարգավորումը ընդունելուց հետո պետական պաշտոնյաների այդ թվում որոշակի ծախսերը հայտարարագրվում են եւ ամեն ինչ թափանցիկ է եւ հրապարակային։ Հաջորդ հարցը Աննասարյան։ Պարոն վարչապետ, իմ հարցը թրիփի մասին է հայ-ամերիկյան կազմակերպության բանջարեղենները 24-76% հարաբերակցությամբ պիտի լինեն։ Պարզաբանվեց, որ պատճառներն է ըստ ներդրումների է որոշվել այդ հարաբերակցությունը։ Կարող եք ասել ամերիկյան ընկերության ներդրումը որքան է կազմելու։ Նախ Տիկին Զախարյան, ես ուզում եմ մեր նախորդ բրիֆինգին ձեր հարցին անդրադառնալ, որտեղ դուք խոսել էիք, որ Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչը ասել է, որ Հայաստանը 37%-ով է համապատասխանում կամ 37%-ով համապատասխանում է Եվրոպական միության չափանիշներին, խոսքը ամենևին դրա մասին չէր։ Եվրամիությունում կա պրոցեդուրա, երբ որ միջազգային կազմակերպություններում շրջանառության դրված փաստաթղթերին միանում են այլ երկրներ կամ քվեարկում են այլ երկրներ անդամ չհանդիսացող Եվրամիության եւ խոսքը նրա մասին էր, որ Հայաստանը 37 դեպքերի 37%-ում է նախորդող շրջանում միացել Եվրամիության շրջանառության մեջ դրած փաստաթղթերին։ Այսինքն դա երկրի համապատասխանության հետ չափանիշների ուրիշ բանի մասին էր դա, իմ նշածի մասին էր։ Ինչ վերաբերվում է ամերիկյան կողմի ներդրումներին, այս պայդրությամբ ես ինչքան գիտեմ, նախնական 140 միլիոն դոլար արդեն հատկացված է ծրագրի նախապատրաստական ընթացքի համար, ինչ վերաբերում է կոնկրետ ներդրումներին, դրանք կախված կլինեն կոնկրետ նախագծեր պետք է ձևավորվեն, կազմեն, այսինքն դա արդեն նախահաշվային հաշվարկների հետ է կապված, բայց որ ներդրումները մեծ են լինելու, կարծում եմ ակնհայտ է։ Այսօր որևէ մեկը թիվ ձեզ չի կարող ասել, որովհետև ենթադրենք երկաթուղին պետքա կառուցվի, չէ՞։ Ինչ արժի այդ երկաթուղին։ Ինչքան է պետք ներդնել այդ երկաթուղ։ Այսօր ոչ մեկ չի կարող ասել, կարող են լինել փորձագիտական գնահատականներ, բայց դրա համար պետք է տեխնիկատնտեսական հաշվարկ, դրա համար պետք է նախագիծ եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն միայն նախագծի հաստատումից եւ հաշվարկից հետո ամեն առանձին նախագծի գինը կպարզվի։ Հաջորդը Արտի Հակոբյան։ Պարոն Փաշինյան, երեք Ադրբեջանից գերիներ վերադարձվեցին Հայաստան, առաջինը այդ լուրը դուք հայտնեցիք եւ այնուհետեւ Արդարադատության նախարարությունը տեղեկացրեց, որ սիրիացի երկու վարձկաններ վերադարձվել են, արդյոք սա գործարքի արդյունքում է տեղի ունեցել գերիների վերադարձը եւ իրավապաշտպանները նշում են նաեւ, որ եթե այդպես է, վարձկանները տրվել են գերիներ վերադարձվելու դիմաց, ապա սա շատ աննշան անհամաչափ գործարք է, արդյոք դուք կիսում եք այս կարծիքը, շնորհակալ եմ։ Այդ երկու իրադարձությունները իրար հետ կապ չունեն։ Մենք ուզում ենք եւ աշխատում ենք նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ եւ այդ թվում մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի։ Հաջորդ հարցը Լուսինե Պարոն Փաշինյան, նախ առհասարակ ես հիմա ներողություն եմ խնդրում մեծ դիտողներից ու հատկապես իմ որդիներից, որոնք կարող են համացանցում այսպես թերթելով պատահաբար հանդիպել այս տեսանյութը։ Ես հիմա հատվածներ կընթերցեմ ձեր հեղինակած մտքերից H19-րդ երկրի հակառակ կողմը։ Չէ, դու տեսար այդ դատախազ քածին, գիրք է գրել, ես քո բերանը բազմակետ
բայց գլխավորը չի գրել, ամենագլխավորը ինչ նկատի ունես։ Ասեմ ախպերս, պարզ ասեմ, դու գիտես ինչու նա մեզ տանել չի կարողանում, որովհետև մենք իրան չենք շինել։ Այդ կնիկը հույս ուներ, որ մենք իրան մի լավ կշինենք, հերթով ու բոլորով, եւ ինքը վերջապես մի խոսքով լավ շարունակեմ այս միտքը։ Հետո դուք նկարագրում եք արձանի նկատմամբ ձեր ցանկությունները, ասում եք, որ նա կարծես արձանի այդպես տինքներն եք նկարագրում, բան ու ասում, որ նա կարծես ասում էր վերցրու ինձ։ Դրանից հետո դուք խոսում եք տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների մասին, միևնույն է, մեջբերում եմ էլի հատվածը։ Միևնույն է, ամերիկացիք գ են, եվրոպացիք էլ, դառնացած ասած Մարկոն։ Ռուսները նույնպես, որպես հետգրություն ավելացրեցի ես։ Դուք, որ Ռուսաստան գնում եք, ասում եք Պուտինին, ինչ կարծիք ունեք իրենց մասին։ Հաջորդը, կողեմ քո Ամերիկան, կողեմ քո Եվրոպան, ընդհանուր առմամբ եւ ըստ երկրների։ Կողեմ քո Ռուսաստանը, քո ջհուդամասոնականությունն էլ, Սորոսն էլ վրեն։ Ով է այն երջանիկը, որ մեզ կարող է ուղղորդել։ Թրամփի այդ հանդիպումներում այս մասին ասում եք, արծարծում եք, թե չեք ասում։ Եվ ինձ համար ամենատարակուսելին, անկեղծ ասած, պատերազմի դրվագում ձեր նկարագրություններ, էլի մեջբերում եմ։ Ամենահրեշավոր պատերազմը այն է, երբ նրա աղմուկ աղաղակը խեղդվում է ծակ ծիծաղի, երկու բարի, երաժշտության ու համերգների, պարգևների ու օվացիաների խառնիճաղան ճխորի մեջ։ Այդ ալիքների տակ է, որ խլանում են գերվածների հառաչանքները, զոհերի մայրերի, քույրերի կանանց ողբը, ովքեր իրենք անգամ չեն կռավում, որ իրենց որդիները, եղբայրներն ու ամուսինները զոհվել, գերեվարվել, կործանվել ու ավերվել են պատերազմի դաշտում, չունենալով անգամ պաշտպանվելու հնարավորություն, չիմանալով անգամ, որ իրենց դեմ պատերազմ է մղվում, որ ահա գտնվում են պարտության եւ օրհասի շեմին։ Ես տեսնում եի այդ պատերազմը, այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի հետևում։ Ես տեսնում եի այդ պատերազմի զոհերին բոզացած եւ դրանից երջանկացած աղջիկներին, բոզացած եւ դրանից հպարտ տղաների, բոզացած եւ դրանից շոյված մայրերի, բոզացած եւ դրանից արծվածող հայրերի տեսքով։ Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ եւ գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետեւ հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակի մեջբերման ավարտ։ Դուք նախորոք պլանավորել եք այս ամենը, պարոն Փաշինյան, այս նկարագրությունը, որ հետո մեր զոհվածների մայրերի լացը, անհետ կորածների, գերիների, հարազատների մեղմ ասած ողբը պիտի խլացվի ձեր զարգաց թմբուկների, ձեր կազմակերպած ֆեստիվալների, ձեր այս խրախճանքների, քեֆերի աղմուկի մեջ։ Այս ամենը պլանավորված է ձեր պարգևատրումների, որի մասին նույնպես խոսել եք։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ եթե դուք տեղյակ չեք իհարկե, որ աշխարհում կա այդպիսի երևույթ, որը կոչվում է գրականություն։ Եվ այն ինչը դուք մեջբերում եք, մեջբերումներ են երկրի հակառակ կողմը վեպից, որը ես ինքս հրապարակել եմ իմ նախաձեռնությամբ եւ հրատարակչի գուցե նախաձեռնությամբ 2018 թվականին։ Ես դա չհրապարակված ժամանակ հրապարակել եմ Հայկական ժամանակ օրաթերթում եւ ես ձեզ խորհուրդ եմ տալիս, եթե այդպիսի հետաքրքրություն կա, իմ գրքի քննարկումներ նախկինում եղել են, կարող ենք եւս մեկ քննարկում իրականացնել եւ դուք էլ կարող եք մասնակցել եւ ձեզ հետաքրքրող դիտարկումները անել։ Ես վարչապետի բրիֆինգի ժամանակ չեմ պատրաստվում գեղարվեստական գրականության դրվագներ քննարկել։ Հաջորդ հարցը Պարոն վարչապետ, դուք կառավարության նիստի ընթացքում անդրադառնալով հեղուկ գազի գնին, ասացիք, որ հաջորդ դեկտեմբերին այդ գնի բարձրացումը տեղի չի ունենա, նկատի ունենալով, որ ճանապարհների ապահովման կոնտեքստում տեղի չի ունենա, բայց մենք տեսնում ենք, որ բենզին եւ այլ մթերքներն անգամ Ռուսաստանից, Ղազախստանից, Ադրբեջանից հասնում են Հայաստան, ինչու պարոն վարչապետ հեղուկ գազի հիմա չի ներկրվում Հայաստան, քանի որ արդեն ճանապարհն է բացվում եւ արդեն հիմա կարող ենք այդ գնի իջեցումը ունենալ եւ թրիպի հետ կապված պարոն վարչապետ
անվտանգության եւ մաքսային կետերի հսկողության առումով դեռ հարցերը ճիշտ է փաստաթղթում նշվում են, բայց շահարկումները շարունակվում են, անվտանգությունով է իրականացնելու եւ մաքսակետերում հայ սահմանապահներ լինելու են, հայ մաքսավորներ լինելու են թե ոչ, ու որովհետեւ շարունակվում են փիլումները, որ ինչ տարբերություն սա յուրատեսակ միջանցք կա, մեկ միջանցքը տվեցիք։ Գիտեք, տեքստ կա հրապարակված, այնտեղ ամեն ինչ գրված է, և կարող է միշտ գտնվել մարդ, ով այդ տեքստը կարդա, ասի հա բայց, այսինքն ձեր տեքստը հենց դրա համար է, որ այդ բոլոր հարցերի պատասխանները հնչեն, և տեքստը տալիս է ձեր բոլոր հարցերի պատասխանները, ասելով, որ մաքսային, սահմանային ոլորտներում Հայաստանի սուվերեն գործառույթները անքննարկելի են, այսինքն այդ բոլոր հարցերի պատասխանները տրված են, տեսեք դուք ասում եք մարդիկ կան, որ այդպես են ասում, այդպես մարդիկ միշտ էլ կլինեն։ Այսինքն, երբ որ սահմանապահը եւ մաքսավորը կանգնած լինեն, էլի կլինեն մարդիկ, որ կասեն այդ ընդեղ չեն։ Կամ այդ իրանք չեն։ Կամ ընդեղ են ուղակի ձևի համար։ Այսինքն, ես նախկինում էլ այս ամբիոնից առիթ ունեցել եմ ասելու, որ կան տերմիններ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Եվ այդ տերմինները ես ասել եմ, որ կարտահայտվեն եւ արտահայտվել են իրականացման շրջանակում։ Ինչ վերաբերվում է մնացած ապրանքախմբերի ներմուծումներին, ես կարծում եմ, որ շուկան ինքը իրեն կարգավորի։ Ես էլի ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը չի զբաղվում որևէ ապրանքախմբի ներմուծմամբ, կառավարությունը ստեղծում է պայմաններ, որպեսզի մասնավոր հատվածը ձեռք բերի գործարար պայմանավորվածություններ եւ գործի այդ շրջանակներում։ Համոզված եմ, որ շուկան ինքը իրեն կկարգավորի, մեր խնդիրն է, որպեսզի կառավարությունը ստեղծի հնարավորություններ, որ այդ կարգավորման եւ շուկայի խնդիրների լուծման հնարավորություններ ստեղծվեն, ինչը ես կարծում եմ, որ այլևս ակնհայտ է։ Հաջորդ հարցը Ռոզա Հովհաննիսյանը։ Պարոն Փաշինյան, դուք տեղյակ եք, որ ադրբեջանցիները ներխուժելով Շիկահողի պետական արգելոց հատում են Հայաստանի Հանրապետության անտառները։ Մենք մի քանի անգամ ահազանգ ենք ստացել այդ մասին եւ Կապան համայնքի համայնքապետներ մեզ ասել եւ գյուղացիներից նաեւ վերջերս կային ահազանգեր, մարդիկ ասում են ամենօրյա ռեժիմով այնտեղ դրուժբայի ձայներ են լսում։ Հիմա դուք եւ ձեր թիմակիցները վերջին շրջանում այսպես սկսում եք անել հայտարարություններ, որոնք ադրբեջանցիներին ձեռնտու են, օրինակ ասում եք Հայաստանի Հանրապետության ենթակայության ներքո էլ կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, ինչ որ ենթադրյալ տարածքներ չգիտեմ, բայց չեք խոսում այն մասին, ոչ մի բառ, անգամ մեր շրջակա միջավայրի նախարարությունը հրատարակային չեք ասել, որ բնապահպանական աղետ կարող է առաջանալ, հատում են պետական արգելոցի ծառերը եւ չեք խոսում։ Ինչու է այդպես, որ օրինակ խոսում եք այն մասին, որ մենք իրենք ունենք տարածքներ մեր ենթակայության տակ, բայց դուք չեք խոսում այն մասին, որ ներխուժելով մեր տարածքներ մեծ վնաս են հասցնում մեր էկոհամակարգին եւ ինչու հիմա չեք բարձրաձայնում այս խաղաղության թրիփի, չգիտեմ, շրջանակներում զորքերի հետ քաշման հարցը, ինչու եք անդադ ասում կմնա սահմանազատման, չգիտեմ, շրջանակներում, ինչու օրինակ հարցադրումներ կան, թե ինչու օրինակ չեք ամերիկյան միջնորդությունն օգտագործում նաև այս ուղղությամբ, ինչու եք հետաձգում դա, որովհետև դա կարևոր հարց է։ Նախ պետք է զորքերը գնան իրենց դիրքերին, հետո նոր ասենք լինի խաղաղության այդ գործընթացը, որի մասին դուք խոսում եք, շնորհակալություն։ Նախ առաջ այն տեղեկությունը ծառերի հատման մասին ես երբեք նման տեղեկատվություն չեմ ստացել, եւ եթե նման տեղեկատվություն լինի, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ծառեր են հատվում կամ էկոլոգիական աղետ է տեղի ունենում, բնականաբար մենք դրան չենք կարող որևէ ձևով չարձագանքել։ Գիտեք, ներողություն եմ խնդրում, բայց ես մամուլի ոչ բոլոր հրապարակումներն եմ կարդում, եւ ես համոզված եմ, որ եթե լիներ, որովհետեւ մամուլի հրապարակումներին որ հետևենք, մենք այսօր հիմա այստեղ չենք, այլ բոլորովին ուրիշ տեղերում։ Եթե լինեն մամուլի հրապարակումներ կամ տեղեկություններ, որոնք պատշաճ կլինի, որ վարչապետին զեկուցվի, այդ մասին կզեկուցվի։ Ինչ վերաբերվում է սահմանների հարցին, ելի ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հասել են խաղաղության Ալմատիի հռչակագրի հիման վրա։ Այդտեղ չկա մոտեցում խոսել
Տեսեք, ասում եք բաներ, որ ձեռնտու է Ադրբեջանին, ոչ ես ասում եմ բաներ, որ ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը եւ բխում է ճշմարտությունից։ Եվ Ալմատիի հռչակագիր կա, որ նշանակում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը նույնական է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի հետ եւ Ադրբեջանի տարածքը նույնական է Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի հետ։ Այդ տարածքները հայտնի են եւ երբ որ ասում եք դուք չգիտեք ինչ տարածքների մասին է, որ այս տրամաբանությամբ մեջ է գտնվում, դա բոլորին հայտնի է եւ այդ խնդրի լուծման ճանապարհը սահմանազատումն է, որովհետեւ սահմանազատման հետ կապված մենք ունենք նաև ինստիտուցիոնալ եւ Հայաստանում եւ Ադրբեջանում բարձրագույն իրավական ուժ ունեցող փաստաթուղթ։ Խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների իրենց համապատասխան անուններով, ես հիմա պաշտոնական ճշգրիտ անունները չեմ ասում, համատեղ գործունեության կանոնակարգ եւ այդ գործընթացում բոլոր խնդիրները կլուծվեն։ Ձեր հարցին պատասխան։ Դուք չեք փորձում պատասխանել։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, չնայած կարճ անդրադարձակ, բայց այնուամենայնիվ կարծում եմ բարձրաբանման անհրաժեշտություն կա, հնչեցնեմ հարցը. արդյոք front office, back office մոդելի ընտրությունը չի նշանակում, որ հայ սահմանապահներին ադրբեջանցիներին չեն հանդիպելու, սա նշանակում է, որ հայ մաքսավորներն ու սահմանապահները երկրորդ պլանում են լինելու, օրինակ ինչպես հիմա Զվարթնոցում է, թրիպի վրա հայ սահմանապահները անձամբ չեն ստուգելու մեկնող ժամանողներին, երբ փաստաթղթում կա նշում, որ մասնավոր օպերատորը, որը սահմանին իրականացնելու է փաստաթղթերի ստուգումը, երրորդ կողմից է լինելու, դա նշանակում է, որ այդ ընկերությունը հայկական չի լինելու, իսկ հայերին աշխատանքի կարող է վերցնել այդ ծառայությունները մատուցելու համար։ Շնորհակալություն։ Փաստաթղթում հստակ նշված է, որ front office-ը կամ ընդունարանը չի որոշում, որոշումներ կայացնում են Հայաստանի պետական համապատասխան մարմինները, այսինքն back office-ը։ Հիմա դուք ձեր հարցի մեջ հիշատակեցիք Զվարթնոց օդանավակայանը, ես էլ բազմիցս հիշատակել եմ օգոստոսի 8-ին հաջորդած ժամանակաշրջանում Զվարթնոց օդանավակայանը եւ Զվարթնոց օդանավակայանի կարգավորումները գործում են արդեն շատ երկար ժամանակ եւ դրանից Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հենց Զվարթնոցի հետ կապված կարգավորումներով որևէ կերպ չի տուժել եւ հետեւաբար այն ինչ տեղի ունենում Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում կամ հենց մայրաքաղաքի հարևանությամբ նշանակում է նույնը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության ցանկացած այդ տարածքում եւ դա մեզ համար ընդունելի է։ Ավելին, ես ձեզ ասեմ, որ նրանք ովքեր ճամփորդում են, օրինակ մենք տեղեկանքներ ենք ստանում, այդ թվում թե մերձավոր արևելքի կամ եվրոպական մի շարք երկրներ, ինչպիսի կարգավորումներ են անում, որպեսզի քաղաքացիների, բեռների անցումը, տարանցումը, մուտքը իրենց երկիր հնարավորինս հեշտացնեն։ Ինչի՞ համար դա արվում։ Դա արվում է այդ թվում զբոսաշրջային հոսքերը, ներդրումային միջավայրը լավարկելու ուղղությամբ։ Եվ ես ասել եմ, որ այդ թվում այն փորձը, որը մենք գոհացնող կհամարենք, որովհետև մենք շատ կարևոր է, որ այս նախագծի շրջանակներում մենք ստանալու ենք մաքսային եւ սահմանային հսկողության այնպիսի տեխնոլոգիաներ, որը նաև փաստաթղթում նախատեսված է, որ Հայաստանում նախկինում չի եղել։ Շատ զարգացած երկրներում դա արդեն իսկ ներդրված է, ընդհանուր Միացյալ Նահանգներում։ Պատկերացնում եք Միացյալ Նահանգների նման երկիրը եւ այլ բազմաթիվ երկրներ, որոնք ինչքան նախանձախնդիր են իրենց ինքնիշխանության եւ անվտանգության հարցերում։ Մենք այս տեխնոլոգիաներին հասանելիություն ենք ունենալու եւ ես հույս ունեմ, որ մենք ոչ միայն TRIP-ի հետ առնչվող սահմաններում, այլև մեր սահմանների մյուս անցակետերում այդ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կունենանք ներդնել, որովհետեւ դա երկրի կարգի փոփոխության մասին է վկայում։ Հաջորդ հարցը
Պարոն Փաշինյան, հարևան Թեհրանից են շատ մտահոգիչ հայտարարություններ հնչում, մասնավորապես 3 դեսպանը հայտարարեց հստակ, որ մտահոգություններ կան Իրանում Թրամփի ուղու հետ կապված, թեև մինչ այդ այստեղ իշխանությունները մեր վստահեցնում են, որ ամեն ինչ կարգին է, Իրանի հետ պարբերաբար ակտիվ բանակցություններ են տարվում եւ որևէ խնդիր չի կարող լինել։ Բացի դա, անդրադառնալով այստեղ արդեն ակցիաներին դեսպանատան մոտ կատարվող, ինչ ասեց դեսպանը, ասում է, որ Թեհրանում ձևավորվել է տպավորություն, որ Հայաստանը դարձել է կենտրոն իրենց դեմ ճշնամական գործողությունների համար։ Հիմա ոնց ստացվեց, որ մեր ռազմավարական հիմնական գործընկեր երկրում այսպիսի տպավորություններ են ձևավորվում, այսպիսի հայտարարություններ են հնչում, արդյոք սա արտաքին քաղաքական ցախողում չեք համարում եւ մեկ հարց եւս, երբ որ ազգային ժողովում ճապազրույցի ժամանակ, երբ որ ձեզ հարց ուղեցացի, երբ եք գնալու Մայրաթոր, ասելիցիք, երբ որ մաքրվեմ մեղքերից, մաքրվեցիք թե ոչ։ Ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք եւ ամեն ինչ արել ենք եւ կշարունակենք անել Իրանի Իսլամական Հանրապետության մեզ համար բարեկամական եւ եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ Դուք տեղյակ եք, որ մենք Հայաստանում ընդհանրապես 2018-ից այսքան Հայաստանում երբեք ոչ միտեղ հանրահավաք չի արգելվել։ Եվ մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է, այլ բան, որ մենք այո կիսում ենք, որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ որևէ այլ դեսպանատան աշխատանք եւ մենք ուշադիր կհետևենք այդ թվում մտահոգություններին կապված այդ իրավիճակի հետ եւ մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում իհարկե բոլոր միջոցները կապահովենք, կձեռնարկենք, որպեսզի բարեկամական եւ եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա եւ ընդհակառակ այն մարդիկ, ովքեր օրենքի գիծը կանցնեն, նրանց նկատմամբ կիրականացնեն համապատասխան վարույթներ։ Ես գիտեմ, որ վարչական վարույթներ են հարուցված մի քանի դեպքերով։ Ինչ վերաբերվում է թրիփի հետ կապված, դուք գիտեք, որ Իրանի Իսլամական Հանրապետության հարգարժան նախագահը օգոստոսին այց ունեցավ, օգոստոսի 19-ին էր կարծեմ, Վաշինգտոնի գագաթաժողովից 10 օր անց, մենք շատ հանգամանալի երկար մանրամասն զրույց ենք ունեցել եւ ես կարծում եմ, որ մենք բոլոր հարցերի պատասխանները տվել ենք, բայց մենք նաեւ ասել ենք, որ հետագայում հարցեր ծագելու դեպքում մենք պատրաստ ենք եւ մենք անընդհատ կապի մեջ ենք եւ պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր նույնպես ծագում են։ Համենայն դեպս ես ուզում եմ ասել, որ քննարկումների ընթացքում մենք մեր միջազգային գործընկերների կարծիքները, մտահոգությունները հաշվի առնում ենք եւ բանակցելիս փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս հավասարակշռված լուծումների գանք, ինչը կարծում եմ այս դեպքում ստացվել է։ Ես ձեզ նախորդ բրիֆինգներում եմ ասել, ես այդպես չեմ ասել։ Նախ մեղքերից ոչ մի մարդ չի մաքրվել, մարդը ինքը մեղսագործ է։ Ճիշտ ես ամեն կիրակի մեղքերի թողության կարգի եմ մասնակցում, բայց մարդը ինքը ընդհանրապես որևէ մարդու մասին ասել, որ ինքը անմեղ է, դա ինքնին քրիստոնեական տեսության համաձայն նույնիսկ կարող է գնահատվել որպես սրբապղծություն, եթե ասել, որ որևէ մահկանացու մարդ այլևս անմեղ է։ Ինչ վերաբերվում է Մայրաթորի հետ կապված խնդիրներին, ես կասել եմ, որ մենք պետք է նախ արժանանանք դրան եւ այո, ապաշխարության ճանապարհով մենք պետք է փորձենք արժանանալ։ Եթե ինչ որ մի բան, որը փոխկապակցված է դրա հետ տեղի չի ունեցել, ուրեմն դեռ չենք արժանացել։ Երբ որ կարժանանանք, տեղի կունենա։ Հաջորդը Մակարյանից Ասեմ, որ քիչ առաջ հակակոռուպցիոն կոմիտեն ձեռնարկել է հերթական կոռուպցիայի մեջ մեղադրվող պաշտոնյաներին, այս դեպքում Պեկ պաշտոնյաներին մաքսանենգության գործով, ինչի մասին ես տևական ժամանակ գրում էի։ Մինչ հարցը ձևակերպելը ես ուզում եմ կյանքում առաջին անգամ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև երբ տեղեկացանք, որ դուք պատրաստում եք Կիրակի օրը այցելել Չարենցավանում էլ ավելի ինտենսիվ սկսեցին ձնամաքրման աշխատանքները եւ ընդհանուր հասել է մինչեւ մեր բակ
եւ ձեր հանուն ձեր ոտքի տակը մաքրելու այսպես շնորհիվ շատ ակտիվ, որտեղ այդպիսի հրահանգ էր կարծես թե իջեցվել, նաեւ քաղաքացիների ոտքի տակն է մաքրվում, դա չգիտեմ ինչպես է գնահատում, բայց դա չի նշանակում, որ Չարենցավանում պես շատ ողջավորված սպասում են ձեզ։ Հավելին ես բազմաթիվ Չարենցավանի մեծամասնության անունից ուզում եմ ձեզ խնդրել, որ չգաք Չարենցավան, կլինի չգաք Չարենցավան, որովհետև շատ Չարենցավանցիներ ասում են, որ թող չգա եւ Չարենցավանը եւ մեր եկեղեցին եւս իր ներկայությամբ եւ իր պատարակով չփոխվի, որովհետեւ իրենք այդպես են գնահատում ու խնդրել եմ փոխանցել ձեզ, որովհետև Չարենցավանում այնպես չի, որ ողջավորված են ձեր այցով եւ հոգեվորականը, որին իմ տեղեկություններով ուժային կառույցների կողմից ճնշումների միջոցով զորով հայտարարություն են կորզել նրանից, որ միացել է ձեր այսպես կոչված բարենորությունների ծրագրին եւ մյուսները։ Սա մեկ, հետեւաբար ուզում եմ խնդրել կլինի չգաք Չարենցավան։ Շնորհակալ ենք, այն որ ուզում եք գալ եւ արդեն շատ աժիոտաժ է, դրա համար շնորհակալ ենք, բայց կլինի չգաք։ Մի բան է, հա։ Ամենայն հարգանքով Հայաստանի Հանրապետության ժողովրդի քվեով վարչապետ ընտրված մարդուն Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ մեկը չի կարող ասել, թե նա ուր գնա եւ ուր չգնա։ Ամենայն հարգանքով։ Յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը, յուրաքանչյուրը կարող է արտահայտել իր կարծիքը։ Դուք հիշում եք, որ եղան այդպիսի դեպքեր, նման փորձեր, իսկ թե ինչ եղավ հետո, կարծում եմ բոլորը տեղյակ եք։ Ամենայն հարգանքով ես հարգում եմ բոլոր նման կարծիք ունեցողներին, երկրորդը բացարձակապես չեմ կարող համաձայնվել, որ շատերը կամ մեծամասնությունը այդ կարծիքին են, բայց ելի եմ ասում, դուք խոսում եք Հայաստանի Հանրապետության լեգիտիմ ընտրված վարչապետի հետ։ Եվ կներեք, ամենայն հարգանքով եմ ես ձեր կարծիքին վերաբերվում, բայց ձեր ասածը ընդամենը կարծիք է, որը հնչելու իրավունք ունի։ Շնորհակալ եմ։ Դուք Գևորգ Սարոյանի Մասիսի թեմի առաջնորդ, որ անցել է ձեր կողմը, էլի այսպես կարգել եք, նշանակել եք, որպես Մասիսի թեմի առաջնորդ, չնայած որ Լեոպոլդ Հայրապետը նրան ազատել է այդ կարգավիճակից, չգիտեմ, պաշտպան է համարվում, թե ոչ, եւ Գևորգ Սարոյանը դեռ ամիսներ առաջ կաթոլիկոսի մասի շատ մեծ դրվատանքով էր արտահայտվում, 1-2 ամիս առաջ ընդամենը եւ ասում էր, որ մենք պետք է ուրախ լինենք, որ Գարեգին երկրորդն է մեր կաթոլիկոսը եւ հիմա փաստորեն դավաճանեց Գարեգին երկրորդին, որովհետեւ իր համար անձամբ շատ մեծ բաներ է արել, շատ իրավիճակներից նաև փրկել եւ հիմա անցած ձեր կողմը բացի այն, որ նրանք իրադարձ են ասում, այլ նաև հենց կաթոլիկոսին դավաճանած են ասում։ Մենք հիշում ենք պատմությունից, վստահ եմ դուք եք, որ նույն թուրքերը մեր հարևան, որ մեզ միշտ այսպես կոտորել են եւ այլն, հայ դավաճաններին օգտագործել են, վերջում շփրտել են, չգիտեմ, ձորից են գցել, կախարան են հանել, ինչ-որ մի կերպ սպանել են։ Հիմա դուք օրինակ ոնց եք վերաբերվում դավաճաններին, մարդը որ դավաճանել է նախկինում իր ղեկավարներին, իր տերերին, իր մտրիներին, հիմա անցել է ձեր կողմը, չեք կարծում, որ վաղուց ձեզ կդավաճանի, ոչ թե դուք դավաճանության դեպ շատ այսպես նեգատիվ վերաբերմունք ունեք։ Իրան եք պատասխանում Գևորգ Սարոյանին օրինակ օգտագործել, շփրտել, ասենք պատմության օրինակով։ Ձեր հարցի կոնտեքստում կա մի դավաճան եւ դա Կտրիչ Ներսիսյանն է, ով դավաճանել է Հիսուս Քրիստոսին, ով դավաճանել է Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ով դավաճանել է իր հավատացյալ հոտին եւ դուք ասում եք վեհափառ, նա վեհափառ չի եւ նա սովորական դավաճան է, ով դավաճանել է Հիսուս Քրիստոսին։ Հաջորդ հարցը Free News։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, մի քանի օր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի գործընկեր պետությունների համար, Իրանի հետ առևտրու անող պետությունների համար թանկացվելու է 25%-ով մաքսատուրքը Միացյալ Նահանգներից ապրանքների ներմուծման եւ ուզում եմ ես հարցնել, թե հաշվի առնելով նաեւ Իրանի հետ մեր առևտրաշրջանառության ծավալները, հաշվի առնելով նաեւ Միացյալ Նահանգների հետ ներմուծման արտահանման ծավալները, ուզում եմ հասկանալ արդյոք բանակցում եք Միացյալ Նահանգների հետ այս հարցի շուրջ, որպեսզի Հայաստանի նկատմամբ գոնե այն կենսական ապրանքների նկատմամբ, որոնք մենք ներմուծում ենք Իրանից, որոշակի այսպես բացառություններ կիրառեն կամ առհասարակ գոնե Հայաստանի նկատմամբ ինչ որ արտոնություններ սահմանվի, որովհետև հասկանալի է 25% թանկացման դեպքում ինչպիսի հետևանքներ դա կարող է ունենալ մեր տնտեսության վրա Իրանի հետ առևտրաշրջանառության եւ նաեւ Միացյալ Նահանգների հետ առևտրաշրջանառության ծավալների առումով։ Շնորհակալություն։
ձեր հիշատակված, ձեր կողմից հիշատակված որոշման բովանդակությանը դեռ պետք է դե յուրե բովանդակությանը պետք է ծանոթանալ, մենք ծանոթանում ենք բովանդակությանը եւ ըստ անհրաժեշտության կոնսուլտացիաներ, խորհրդակցություններ կսկսենք մեր բոլոր պատեհ առնչվող գործընկերների հետ։ Հաջորդ հարցը անի։ Հարգելի գործընկերներ, 21 րոպե է մնացել մեր հարց ու պատասխանին։ Խնդրում եմ հաշվի։ Նախ ասում զարմացա, որ այս անգամ ՊՊՑ-ն դիմացից չկտրեց, շրջիկ թափառախումբը դիմացից չկտրեց եւ նաեւ օլիգարխը չվիրավորեց հայոյեց ձեր իշխանության մաս կազմող, որպեսզի հաջողանան ձեզ, հիմա բուն հարցին անդրադառնամ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու Հայաստանի միջազգային պարտավորություններն ամրագրում են պետության անջատ լինելը եկեղեցուց եւ եկեղեցու ներքին գործերին իշխանության միջամտելու արգելքը։ Վարչապետը Սահմանադրությամբ ու օրենքներով ունի սպառիչ լիազորություններ, հիմա ուզում եմ հասկանալ Սահմանադրության կամ օրենքների կոնկրետ որ լիազորությամբ եք ստեղծել հայաստանյաց առաքելական եկեղեցու բարենորոգման խորհուրդ եւ հայտարարություն եք անում, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եպիսկոպոսների հետ միասին խնդրում եմ նշել կոնկրետ լիազորությունները, նաեւ կապված կաթողիկոսի թեկնածուների բարեվարկության ստուգման անցկացնելու ձեր մտադրության հետ կապված եւ դուք ձևավորել եք այսպես կոչված բարենորոգման խորհուրդ, նշել եք, որ խորհուրդը կարևորում է գործընթացի իրականացումը, ներառականությունը, հանրային վստահությունը, թափանցիկությունը եւ պատասխանատվության սկզբունքները։ Հիմա ես խնդրում եմ ասեք, ինչպես կարող եմ մասնակցել խորհրդի աշխատանքներին, իրականացնել դիտորդական առաքելություն, առհասարակ յուրաքանչյուրը կարող է միանալ եւ վերջում էլ ասեմ, որ մի դասընկերուհի ունեմ, մեր հարաբերությունները բավականին սրված են, բայց վերջերս ինձ գրել էր եւ բավականին ողջավորված էր ձեր գործունեությամբ, եկեղեցու դեմ, ձեր ասպատակությամբ եկեղեցու դեմ եւ նա նշեմ, որ այլ կրոնական կազմակերպության հետևորդ է եւ մի բան էլ ասաց, որ օրինակ նախանձով է վերաբերում, որ բարենորոգում եք հիմա դուք այլ, ասում են մեր մոտ էլ թող բարենորոգեն, դուք այլ կրոնական կազմակերպություններում պատրաստվում եք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ բարենորոգման աշխատանքներ կատարել եւ խնդրում եմ հստակ պատասխանել, որովհետեւ ես եմ հստակ մեջբերումներ ելնելով մեր սահմանադրությունից եւ նաեւ միջազգային պարտավորություններից։ Հայաստանի Հանրապետություն, նախ ես ձեր հարցին նախորդ բրիֆինգում պատասխանել եմ, դուք ներկա չեք եղել, բայց ձեր հարցը ներկա է եղել։ Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության վարչապետը պարտավոր է զբաղվել այդ թվում երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներով եւ կտրիչ Ներսիսյանը իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը KGB-ի գործակալ իր եղբոր հետ միասին։ Սա առաջինը։ Անի գործ չեք հարուցում, ինչի քրեական հետապնդում այդ դեպքով չի իրականացվում։ Այսինքն հենց այնպես ուղղակի ասել հանցագործությունը դա օդի մեջ անելու մի բան է, որը օրինակ չպատժել։ Ինչ գործ ունի արգոց մատաղ։ Հիմա տեսեք, երբ որ ձեզ հավատարմագրումից զրկեն, ձեր այս պահվածքի համար ասել դիտարկումներ էին անում, ինչի հենց հասարակի դիտարկումներին որոշեցիք, որ ինձ կարող են զրկել հավատարմագրումից։ Դուք ինձ հնարավորություն չեք տալիս ձեր հարցին պատասխանել։ Ձեռներով այդ շարժումներն էլ բան արեք։ Ձեռներով շարժում հանգիստ պահեք ձեզ, հանգիստ պահեք ձեզ։ Գիտեք այսօր ինչի ձեզ, ինչ է այսօր Հարգելի լրագրող, թույլ կտաք ավարտել։ Հարգելի լրագրողներ, դուք պատրաստվում եք այս հարցերով զբաղվել, թե չեք պատրաստվում։ Ուրեմն ժամանակը գնում է, երբ որ կապահովեք ձեր գործընկերոջ լռությունը, բրիֆինգը կշարունակվի։
Եվ երբ որ կապահովեք ձեր գործընկերոջ լրությունը, բրիֆինգը կշարունակվի։ Ուրեմն եթե իմ պատասխանը ընթացքում ձայն հանեք, հաջորդ անգամ այս շենքում չեք հայտնվի, պարզա։ Այս ընթացքում նաև ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ հիմա ինչ եք դուք, ինչպես նշեցիք, առանց որևէ, չգիտեմ, ինչ հասցիկ ՊՊՑ-ն ինչ ա արել եւ այդպես շարունակ, որովհետեւ դուք սահմանված կարգով, որպես ենթադրում եմ հավատարմագրված լրագրող, մուտք եք գործել կառավարության տարածք ձեր գործունեությունը իրականացնելու համար։ Եվ հետեւաբար միշտ էլ մեր կոչը եւ մեր մոտեցումն այն է, որ ընդհանրապես հարաբերություններում պետք է լինի լեգիտիմություն եւ լեգիտիմ տրամաբանություն։ Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր այն դեպքերում ոչ միայն դուք ցանկացած մեկը կգործի այդ տրամաբանությամբ որևէ խոչընդոտի չի կարող հանդիպել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում կա խոսքի ազատություն, մամուլի ազատ գործունեության հնարավորությունը մեզ համար կարևոր է եւ մենք ամեն ինչ կանենք դա ապահովելու համար։ Ինչ վերաբերվում է ձեր մյուս հարցին, ես առաջին մասով արդեն պատասխանեցի, շարունակելով ասեմ, որ ես ինքս ինձ համարում եմ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, ես այդ համայնքի անդամ եմ, եկեղեցու գործերով զբաղվելը որևէ կերպ չի կարող հակադրության մեջ դրվել իմ եկեղեցու հավատավոր հետևորդ լինելու փաստի հետ, որովհետև ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որ եկեղեցին առաջին հերթին եկեղեցու հավատավոր հետևորդներն են, որովհետև Հիսուս Քրիստոսը նոր կտակարանում ասում է, որ այնտեղ որտեղ իմ անունով 3 հոգի կհավաքվի, հենց դա է եկեղեցի։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ այո, հոգևոր սպասավորները եկեղեցու սյուներն են, բայց եկեղեցին ժողովուրդն է, նրա հավատավոր հետևորդները։ Այսօր գիտեք ինչ, ես կառաջարկեմ, որ մոնիտորինգ անենք։ Հանրապետության տասնյակ, հարյուրավոր եկեղեցիներում պատարակներ են տեղի ունենում դատարկ դահլիճներում։ Եվ որ շատ դեպքերում կտրիչ ներսյանի համակարգը չունի հնարավորություն կիրակնօրյա պատարակներում այդ գյուղի համայնքից բնակիչներից գոնե 5, 10, 15, 20 հոգի վեր։ Գնացեք բանի այդ կիրակնօրյա պատարակները։ Ես այս վերջերս մի տեղի հետ կապված հարց կար հետաքրքրվեցինք եւ ասցին, որ պատարակին մասնակցել է տվյալ քահանան եւ իր ընտանիքի անդամները։ Իր ընտանիքի անդամից դուրս որևէ մեկը չի մասնակցել։ Եվ այն, որ եւ մենք այո կտրիչ ներսյանին մեղադրում ենք եկեղեցու դռները փաստացի հավատավոր հոտի առաջ փակելու եւ հավատարիմ հոտին եկեղեցուց օտարելու մեջ եւ ցավոք կամ ոչ ցավոք փաստն այն է, որ իմ երկու կարգավիճակները չեն կարող բաժանել եւ ամեն ինչ պետք է տեղավորել այդ համակարգում։ Անես կարող են միանալ եւ հասկանալ հետոքական առաքելություն։ Ուրեմն ներողություն, ուրեմն տեքստում գրված է, որ խորհրդի անդամ կարող են դառնալ այն մարդիկ, ում վերաբերյալ կլինի միաձայնություն խորհրդում։ Սա առաջինը։ Երկրորդը, ինչպես բոլոր այլ կազմակերպություններում, եթե անհրաժեշտություն է լինում, կլինի հրավեր եւ եթե կլինեն դիմումներ, կլինի կամ մերժում կամ բավարար։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Գևորգ Դոսունյան, Սիվիլներ։ Պարոն վարչապետ, շատ լավ, ես խորհուրդ եմ տալիս, որ դուք նաև ձեր լրատվամիջոցների գործունեության թափանցիկության մասին մտածեք։ Պարոն վարչապետ, Արմեն գործընկերներ, ներողություն, 11 րոպե է մնացել բրիֆինգի ավարտը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարումից եւ 2025-ի Վաշինգտոնյան համաձայնագրից հետո ինչ կարգավիճակ ունի Հայաստանի քննչական կոմիտեի այն հատուկ ստորևս գործում է եւ ինչպես է խաղաղության պայմանագիրն անդրադառնում Ադրբեջանի զինծառայողների նկատմամբ հարուցված ներպետական քրեական բարույթներին, ինչու եմ ասում, որտեղ առկա են բազմաթիվ հավաստի տեսանյութեր, ինչպիսիք են 2020-ի Հադրութի մահապատիժները եւ 2022-ի իշխանասարի վայրագությունները, որոնք ցուցադրում են հայ ռազմագերիների խոշտանգումներն ու արտադատարանական սպանությունները։ Արդյոք այս տեսանյութերի հիման վրա հարուցված քրեական գործերը դեռ բաց են, թե դրանք կարճվել են խաղաղության բանակցություններում քննարկված հայցերի փոխադարձ հետկանչման շրջանակում։ Առաջին հարցի վերաբերյալ չեմ կարող պատասխանել, որովհետև տեղյակ չեմ եւ դա իմ լիազորությունների մեջ չի մտնում։ Երկրորդ հարցի վերաբերյալ դուք գիտեք, որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է եւ խաղաղության համաձայնագիրը ստորագրված եւ վավերացված չէ եւ հետեւաբար ներպետական ընթացակարգերում դրա հետ կապել կոնկրետ որևէ հնարավոր իրադարձություն այնքան էլ տրամաբանական չէ։ Ես չեմ կարծում, թե դրա հետ կապված որևէ իրադարձություն տեղի չի ունեցել։ Ինչ վերաբերվում է մնացած հարցերին, կարծում եմ էլի խաղաղության համաձայնագրի տեքստը հրապարակային է եւ այն ինչ որ դուք ասում եք, ինքը նաեւ իրավական վերլուծության պիտի ենթարկվի, որպեսզի պարզաբանվի ձեր ասածը ընդհանրապես այդտեղ պատճառահետևանքային կապեր կան, կարող են լինել, թե չեն կարող լինել։ Հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, դուք խոսեցիք սիրիացի վարձկանների վերադարձից, ճիշտ ենք հասկանում, որ այդ վարձկանների վերադարձի բանակցություններում Թուրքիան եւ Ադրբեջանը ներգրավված չեն, ինչու եմ սա հարցնում, որովհետեւ մենք գիտենք, որ պաշտոնապես Հայաստանում նրանք մեղադրվում էին Ադրբեջանի կողմից կռվելու համար, ինչու վերադարձվեցին Սիրիային եւ ոչ թե Ադրբեջանին։ Ես որ Ադրբեջանը չի ուզում ընդունել, որ վարձկաններով է կռվել Հայաստանի դեմ։ Ես ձեր հարցին, այդ հարցին պատասխանեցի, ավելացնել ոչինչ չունեմ։ Բանակցությունները եւ Ադրբեջանը ներգրավված չեն եղել։ Ում հետ բանակցությունները։ Մենք վերադարձի վերաբերյալ խոսել ենք Սիրիայի իշխանություններին։ Եվ գիտեք, որ Թուրքիայի միջոցով են վերադարձվել, որովհետեւ տարբեր այդ թվում լոգիստիկ խնդիրներ կան, ամեն ինչ հրապարակված է եւ այդ տեղեկությունների շրջանակում պետք է ընկալեք մնացած հնարավոր քննարկումները։ Պարոն Նովիկով առնվազն Պարոն վարչապետ, օրեր առաջ դուք կարևորեցիք եւ անհրաժեշտություն համարեցիք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ երկաթուղային կապի որոշ հատվածների վերանորոգումը։ Այդ առումով Ռուսաստանի հետ որևէ հարց քննարկվել է եւ ինչպիսին է նրա արձագանքը, նաեւ կարեւորել եք պատշաճ ժամկետներում այդ խնդրի լուծումը, որն է համարում այդ պատշաճ ժամկետը։ Այո, իհարկե, այդ հարցը քննարկվել է, նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եմ ես առիթ ունեցել խոսել, նաեւ Հայաստանի փոխվարչապետը Ռուսաստանի փոխվարչապետի հետ է առիթ ունեցել խոսել եւ մենք սպասում ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների արձագանքին, ինչ վերաբերվում է պատշաճ ժամկետներին, հիմա երեկվա իրադարձությունից հետո պատշաճ ժամկետը հիմա է եւ դա մեր ցանկությունն է, որ դա հիմա արվի, որովհետեւ process-ներ են տեղի ունենում, որոնց մասին նաեւ կիրազեկվեք եւ այդ process-ները ենթադրում են, որ պետք է դա հնարավորինս արագ անել։ Եվ մենք խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերներին, որ այս հարցով որոշում կայացնեն։ Պարոն Փաշինյան, օրերս մամուլում հրապարակվեց տեղեկություն, որ Արգիշտի Մեխակյանը ցանկանում է Արգիշտի Մեխակյանին նոր պաշտոն տալ եւ պաշտոնը քննարկում էր կամ կլինի դատախազինը կամ ԼԳՆ նախարարի պաշտոնը։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը եւ եթե այո, ապա կարող ենք ենթադրել, որ դա ձեր շնորհակալությունն է առաքել arczepiskopos Քարամյանին, ով ըստ մամուլի տեղեկությունների Արգիշտի Քարամյանի հայրն է։ Ոչ, ձեր հարցի պատասխանն է ոչ, ձեր բոլոր հարցերի պատասխանն է ոչ։ Ոչ, ձեր հարցի պատասխանն է ոչ։
Հաջորդ հարցը Նյուզը։ Ձեր հարցի պատասխանն է, հարց տվեցիք, չէ՞։ Հարցի պատասխանն է ոչ։ Պարոն Փաշինյան, դուք եւ ձեր իշխանության ներկայացուցիչները հաճախ եք խոսում հիբրիդային պատերազմի մասին։ Խնդրում եմ կոնկրետ օրինակ բերեք, որն է հիբրիդային պատերազմը, դուք եւ նաեւ ձեր գուսակիցները անդադ ծրագրերը ուղղում եք դեպի Ռուսաստան։ Դուք հաճախ եք լինում վերջի շրջանում անավանդ Ռուսաստանում։ Այդ մասին Վլադիմիր Պուտինին հայտնել եք հիբրիդային պատերազմը ինչու է Հայաստանի դեմ ուղղում, եթե դուք կարծում եք, որ Ռուսաստանը նման պատերազմ է Հայաստանի դեմ ուղղում եւ ինչ պատասխան եք նրանց ստացել։ Ես կփորձեմ ձեր կոնկրետ հարցին տալ կոնկրետ պատասխան։ Ասում եք որն է օրինակը հիբրիդային պատերազմի, Կտրիչ Ներսիսյանը հիբրիդային պատերազմի շատ կոնկրետ օրինակ է։ Շնորհակալ եմ։ Ես Ռուսաստանն ասում եմ, դուք Ռուսաստանն եք եղած։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Հաջորդ հարցը Տիգրան Հովակիմյան Շան։ Պարոն վարչապետ, թրիփ ծրագրի շրջանակում հայ-ամերիկյան վերջին համատեղ հայտարարության մեջ նշվում է նաև, որ խաղաղության այս ամենը կնպաստի խաղաղության հաստատմանը Ադրբեջանի հետ եւ ինչ եք կարծում մոտակա ինչ ժամկետ կնշեք, նաև հիշեցնեմ, որ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը սեպտեմբերին ասել էր, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիր նախատեսում է ստորագրել 2026-ի առաջին կեսին եւ դրանից հետո Թուրքիան հարաբերությունները կարգավորի Հայաստանի հետ։ Նոր ժամկետի մասին կարող եք խոսել։ Գիտեք, ես մի երկու նրբության վրա ձեր ուշադրությունը հրավիրեմ։ Առաջինը, որ փաստաթղթում եւ գրած է, որ դա կնպաստի խաղաղությանը, եւ գրած է նաեւ, որ խաղաղության ինստիտուցիոնալացումը կնպաստի այս ծրագրի հաջողությանը։ Այսինքն իրենք իրականում որոշակի փոխկապակցվածություն էլ կա, եւ մենք աշխատում ենք, ելի պիտի ասեմ, ամենօրյա, որպեսզի խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղված հետագա քայլերը հնարավորինս շուտ տեղի ունենան։ Քանի դեռ տեղի չեն ունեցել, ուրեմն դեռ աշխատելու տեղ կա եւ մենք շարունակում ենք աշխատել։ Իմ դիրքորոշումները գիտեք, ես կարծում եմ, որ այո, ինչքան շուտ ստորագրվի, ամեն դեպս ես օբյեկտիվ խոչընդոտ չեմ տեսնում եւ մենք այս թեմայով կոնսուլտացիաները պիտի շարունակենք նաեւ Ադրբեջանի հետ։ Հաջորդ հարցը Համալիա Արաքելյան Համոզմեդիան։ Պարոն Փաշինյան, քիչ առաջ վեհապար հայրապետի մասին խոսելիս ասեցիք դավաճան է, ինձ մոտ դեժավյու առաջացավ, թե ինչպես էին փողոցները լցված ցույցեր անում ձեր դեմ, ձեզ դավաճան կոչելով, ի վերջո Արցախի անկումը գիտենք երբ ա եղել, մի տեսակ, չգիտեմ, ձեզ մոտ ինչ ասոցիացիաներ կան, որ երբ որ ձեզ են ասում դավաճան, հիմա դուք ասում եք վեհապարին դավաճան, չհասկացանք ինչու է նա դավաճան, ինչի է դավաճան, եւ ձեր աշխատակազմի ղեկավարը մի գրառում էր արել, պատկերացնում եք այսպիսի բան Վազգեն առաջինի կամ Գարեգին առաջինի ժամանակ հրապարակել է ձեզ միացած եպիսկոպոսների արքեպիսկոպոսների լուսանկարը, որովհետև եկեղեցին վեհապարի ժամանակ ինքը Ավազանյանն ուղղագրել, այսպիսի հայտարարության է հասել, որ 10 սրբազաներ Բայրաթորի տարածքում ասում են հեռացիր, ինչը նախադեպ չունի։ Երբ դիտարկում արեցի, որովհետև դա ձեր իշխանության ժամանակ ա եղել, ձեր աշխատակազմի, եթե դուք իշխանության չլինեք, գուցե նման բան չլիներ էլ, ձեր աշխատակազմի ղեկավարն ինձ հարցրեց դուք լրագրող եք, թե ձևիստ ակտիվիստ։ Հիմա դուք ձեր շրջիկ պատարակների խմբերով ուխտերթեր իրականացնելով հանդերձ, ուզում եմ ձեր հարցը ձեզ վերադարձնեմ, դուք վարչապետ եք, աշխատակազմի ղեկավար, գործադիր ու օրենսդիր իշխանության մարմիններ եք, թե քայլիստ ակտիվիստներ։ Շնորհակալություն։ Մենք միշտ ենք քայլ անող եւ մենք մեր քայլերը անում ենք եւ մեր քայլերի համար պատասխանատվություն ենք կրում։ Դավաճանի մասով այո դուք ճիշտ եք, բայց երբ որ ձեր ասածը տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ, արդար, մրցակցային ժողովրդավարական ընտրություններում քվեարկեցին, ես դիրքորոշում արտահայտեցին եւ այդպիսով ենթադրում եմ նաեւ արտահայտեցին թե ով է դավաճանը։ Եկեք երկուսան չվերանեն մյուս գործընկերներից սպասում են։ Չի կարգավորվել, չի։ Քանի դեռը, բանալի բառը քանի դեռն է։
Հաջորդ հարցը Կարինե Սահակյան, Meganews։ Պարոն Փաշինյան, դուք հայտարարում եք պարբերաբար արտաքին բալանսավորված քաղաքականության վարման մասին եւ երեք արդեն որոշակիորեն հստակեցումներ մտան TRIP-ի ծրագրի շրջանակներում։ Բալանսավորումը այս ծրագրի շրջանակում խախտվում է թե ոչ ձեր պատկերացումներով եւ դիտարկումներով Ռուսաստանի եւ մասնավորապես Իրանի հետ, քանի որ կան նաեւ որոշակի զարգացումներ Իրանում, որոնք կարող են դարձնել Հայաստանը գուցե եւ ուղղակի տարածք Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ։ Մենք Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ շփումներում բազմիցս ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի եւ նույնը ակնկալում ենք նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունից, ինչ վերաբերում է բալանսավորված կամ բալանսավորման կամ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությանը, ընդհակառակ կարծում եմ TRIP-ը հենց այդ արտաքին քաղաքականության շատ տեսանելի եւ շատ կարեւոր հաջողություն է։ Այստեղ խնդիրը այն է, որ բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության էությունը եւ նպատակները պետք է հասկանալ եւ այո, ես կարծում եմ, որ դա մեծ հաջողություն է, որովհետեւ Հայաստանի անկախության, ինքնիշխանության աստիճանը էականորեն բարձրացնում է եւ իմիջայլոց, երբ որ խոսում էին անվտանգության երաշխիքների մասին եւ այլն, եւ մեր անվտանգության ընդհանրապես համակարգում այս միջազգայնացումը եւ միջազգային խաչմերուկ խաղաղության խաչմերուկ դառնալու այս process-ը շատ կարևոր գործոն է մեր երկրի արտաքին անվտանգության ապահովման համար։ Հնարավոր է, որ այս հավասարակշռումը այնքան վատանացի վիճակը, որ մենք Ուկրաինայի օրինակին բախվում ենք։ Ոչ, հնարավոր չի։ Մի ժամ լրացավ նրանք, ովքեր չհասցրին, լրացել է։ Հրաշալի գործընկերոջ համար 3-4 րոպե։ Երեք TRIP-ի առավել եւս որ մենակ չենք թողել։ Ուրիշ բոլոր տվել են, հա։ Շնորհակալություն։ Երեք հրապարակվեց TRIP-ի իրականացման շրջանակը, ինչից հետո նախարար Միրզոյանը նշեց, որ չի նախատեսվում Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությունը այդ նախագծին։ Դուք էլ երեք ձեր խոսքում նշեցիք, որ դա բիզնես պրոյեկտ է, հայ-ամերիկյան պրոյեկտ է եւ պատրաստ եք եվրոպացի ձեր գործընկերների հետ քննարկել նրանց մասնակցության ֆորմատները։ Ինձ հետաքրքիր է, դուք ռուսական գործընկերների հետ քննարկել եք նրանց մասնակցությունը, եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերի 15-ին Ռուսաստանը ԱԳՆ մակարդակով հայտնել էր, որ Մոսկվան պատրաստ է քննարկել իր մասնակցությունը նախագծին, ու դեկտեմբերի 22-ին երբ դուք հանդիպեցիք Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, այդ հարցը բարձրացվել է թե չէ։ Եւ հետաքրքիր նաեւ Անկարայի դիրքորոշումը, հա, նրանք նման ցանկություն հայտնել են թե չէ, եւ ձեր դիրքորոշումը որն է, հնարավոր է Մոսկվան եւ Անկարան մասնակցել։ Եվ ինչպես նաև հիմա նոր նշեցիք, որ չկա գնահատական ներդրումների մասով կոնկրետ գնահատական, ամեն դեպքում կա պատկերացում Հայաստանի ներդրումները, քանի տոկոսը, մասնաբաժինը Հայաստանի ինչքան է լինելու, եւ Երևանը արդեն ինչ-որ բանակցություններ վարում է իր միջազգային գործընկերների հետ գումարներ ներգրավելու համար։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, տեսեք, մենք պետք է արձանագրենք, որ TRIP-ը մի նախագիծ է, որը Հայաստան Միացյալ Նահանգներ նախագիծ է։ Եվ այնտեղ գրված է, որ որևէ երրորդ կողմի մասնակցություն պետք է տեղի ունենա Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համաձայնության պայմաններում, բայց այդ նախագիծը ինքը աշխարհից կտրված չի։ Այսինքն TRIP-ից դեպի աչել կա կյանք, ձախել, վերևել, ներքևել։ Եվ հետեւաբար ես երբ որ երեք ասում էի կամ այսօր լրագրողի հարցին պատասխան խոսում էի մասնավորապես երասխի հատվածում, ախուրիկի հատվածում, նախորդ երևի բրիֆինգի ժամանակ կամ որևէ այլ առիթով Իջևանի հատվածում երկաթուղային, Դիլիջանի հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման համար ես հենց դա նկատի ունեմ, որովհետև TRIP-ի մասնակցությունը միայն այն չի, որ ընկերությունում բաժնեմաս ունենա։ Այդտեղ բաժնեմաս ունենալու են Հայաստանի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները։ Եվ եթե այդպիսի հարց ծագի հանկարծ ուրիշ բաժնե տիրոջ ներգրավման, դա պետք է տեղի ունենա երկու բաժնետերի համաձայնության պարագայում միայն։ Չէ, ես կարդում եմ տեքստից։
Եթե իմ դիրքորոշումն է նա, որ ոչ, ուրիշ բաժնետերեր պետքա չլինեն տրիպի մեջ։ Բայց տրիպը ինքը գնում կպնում է ուրիշ ենթակառուցվածքների, չէ՞։ Այդ ուրիշ ենթակառուցվածքները այնպես չի, որ Հայաստանի եւ աշխարհի բոլոր ճանապարհներն ու երկաթուղիները տրիպի մաս են։ Եվ մյուսները խոսում ենք տրանսկասպյան երկաթուղու մասին։ Այդտեղ բազմաթիվ երկաթուղիներ կան, գազամուղներ կան, նավթամուղներ, էլեկտրաէներգիայի արտահանում կա, արտադրություն կա, այդ բոլոր ենթակառուցվածքներում ամենատարբեր ներդրողներ կարող են մասնակցել։ Ռուսաստանի պարագայում ես այս փուլում էլի ասցի, խնդրում ենք մեր ռուսաստանցի գործընկերներին, որպեսզի հրատապության կարգով ախորիկի հատվածը, երասխի հատվածը վերականգնեն եւ նաեւ Իջևանի երկաթուղային ենթակառուցվածքը վերականգնվի։ Էլի եմ ասում, խնդրում եմ արձանագրել, որ տրիպը ինքը ներդրումային մի ծրագիր է, այո, շատ կարևոր, շատ առանցքային, բայց ինքը ներդրումային ծրագիր է Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների, բայց այդտեղ կան տարբեր շահառուներ, որոնք օգտվելու են եւ հնարավորություն ունեն օգտվելու ծրագրից եւ մասնակցելու այդ ծրագրի իրականացման արդյունքում առաջացող հնարավորությունների օգտագործմանը ամենատարբեր ոլորտներում։ Գիտեք, այդ փորձագիտական հարց է, ես չասեմ, ինչ? Ես հիմա կարծում եմ, որ այնպես վիճակ է ստեղծվել, որ ոչ թե մենք ենք գումարներ փնտրում, ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է գումարներ փնտրում, այլ գումարներն են Հայաստանի Հանրապետությանը փնտրում։ Եվ սա ամենամեծ տնտեսական նորությունն է եւ դրա ամենամեծ վկայությունը նախորդ օրը Հայաստանի պետական կարճաժամկետ պարտատոմսերի վաճառքի վիճակագրությունն է, երբ որ պահանջարկը 3 անգամ գերազանցել է առաջարկը եւ տոկոսները նվազել են, այսինքն Հայաստանի ծախսը նվազել է եւ Հայաստանի համար այդ գործարքների շահութաբերությունը ավելացել է եւ այստեղ շատ կարեւոր մի առանձնահատկություն կա, որ ներդրողների մի հսկայական մասը, ես հիմա չեմ ուզում թիվ ասել, որովհետեւ կարող է սխալվեմ, բայց շատ մեծ մասը դրանք արտաքին ինստիտուցիոնալ ներդրողներն են, միջազգային ներդրումային ընկերությունների։ Սա նշանակում է, որ օգոստոսի 8-ից մինչև հիմա Հայաստանի ներդրումային գրամշուչությունը շատ էականորեն նվազել է եւ նրանք ովքեր ուզում են դա տեսնել, կտեսնեն։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, մի խնդրանք ուղղակի հետագայում, երբ որ այս ֆորմատը լինի, մենք պետք է մի ժամի շրջանակում տեղավորվենք, որպեսզի նաեւ աշխատանքային օրը ձեզ համար էլ, ինձ համար էլ լինի կանխատեսելի։ Շնորհակալ եմ։